Շատ կարևոր է արձանագրել, թե վերջին տարիներին ինչ է տեղի ունեցել Հայաստանում գիտության ոլորտի ֆինանսավորման հետ, եւ պետք է արձանագրեմ, որ 2025 թվականին 2017 թվականի համեմատ գիտության ոլորտի ֆինանսավորումը աճել է համարյա 3 անգամ, 2.8 անգամ կամ 180%-ով 2017 թվականի 14.3 միլիարդի դիմաց դառնալով 2025 թվականին արդեն փաստացի 42 միլիարդ դրամ։ Ինչի վրա է ծախսվել այս գումարները։ Երկու բանի՝ աշխատավարձերի բարձրացման, ատեստավորման միջոցով եւ սարքավորումների ձեռքբերման։ Մի երկու ցուցանիշ եմ ուզում նախ աշխատավարձերի բարձրացման մասին կիսել, օրինակ լաբորանտ կամ ճարտարագետի աշխատավարձը 67,000 նախկինի փոխարեն դարձել է 138,000 դրամ, այսինքն կրկնակի աճել է։ Ավագ լաբորանտի աշխատավարձը 76,000-ից դարձել է 179,000 դրամ, կրկնակիից ավել աճել է։ Կրտսեր գիտաշխատողի աշխատավարձը 85,000 դրամից դարձել է 210,000 դրամ, կրկնակիից ավել աճել է։ Գիտաշխատողի աշխատավարձը, սրանք գիտական հաստատությունների տարբեր կարգավիճակներ են աշխատողների։ Գիտաշխատողի աշխատավարձը 90,000 դրամից դարձել է 276,000 դրամ, այսինքն եռապատկվել է։ Ավագ գիտաշխատողի աշխատավարձը 99,000 դրամից դարձել է 343,000 դրամ, այսինքն ավելի քան եռապատկվել է։ Առաջատար գիտաշխատողի աշխատավարձը 114,000 դրամից դարձել է 443,000 դրամ, համարյա քառապատկվել է։ Գլխավոր գիտաշխատողի աշխատավարձը 138,000 դրամից դարձել է 552,000 դրամ, քառապատկվել է։ Գիտական խմբի ղեկավարի աշխատավարձը 129,000 դրամից դարձել է 410,000 դրամ, ավելի քան եռապատկվել է։ Գիտական ստորաբաժանման ղեկավարի աշխատավարձը 141,000 դրամից ներողություն դարձել է 477,000 դրամ, ավելի քան եռապատկվել է։ Շատ կարևոր է նաև արձանագրել, որ 2021-ից 25 թվականներին գրեթե 20 միլիարդ դրամ է տրամադրվել գիտական ոլորտի սարքավորումներ ձեռք բերելու համար, որոնք տրամադրվել են տարբեր գիտահետազոտական ինստիտուտների, բուհերի եւ այս ձեռքբերումների թագնոպսակը իհարկե Երևանի պետական համալսարանի համար պետական բյուջեի միջոցներով ձեռք բերված արհեստական բանականության կենտրոնն է, սուպեր համակարգիչը, որի համար պետական բյուջեից ծախսվել է շուրջ 3.7 միլիարդ դրամ։ Այսինքն սա այն աշխատանքներն էր ամենաերևացող, որոնք տեղի են ունեցել գիտության ոլորտում եւ հարկ եմ համարում կիսել ձեզ հետ, որովհետեւ համոզված եմ, որ շատերդ պարզապես չգիտեք դրա մասին, որովհետեւ շատերը չէ որ խոսում են սրա մասին։ Իհարկե լավ կլիներ որ խոսեին, բայց եթե նույնիսկ ուրիշները չխոսեն, մենք անպայման այս տեղեկատվությունը կկիսենք ձեզ հետ, լավ եղեք։